խմբում, գալիս են դատան, տեսնենք նույն դատավորն է, որը տվել է խոզարության այդ ֆանտաստիկ որոշումը, ու ուրեմն դատավորը բնականաբար տենց են այդտեղ բաներ չկար խոսալու, ու քննիչները ասում են նստեցնենք, ասում են նստեցնենք, դեռ ձեր երկալի, բայց ես դնում եմ նստում։ Հիմա, մենք դիմում ենք Վերադելը ասում է դատավորի որոշումը անվանում է ֆանտաստիկ որոշում։ Դա ասում է քննիչները ասին նստեցնենք, դատավորը բան չարեց, քննիչը ասացող նստեցրեց։ Ես խնդրում եմ վերջապես Վերադել Սարաթելյանի, քանի որ ես չեմ կարող ի պաշտպանել, խնդրում եմ դուք բացատրեք, որ չի կարելի դատավորների, քննիչների մասին ասում ֆանտաստիկ որոշում, քննիչը ասեց դատավորը արեց, այդ լեքսիկոնը։ Ներողություն, ես ասեք ինչ ասեց դատավորը արեց։ Ինձ վերակումը բարեր, որոնք իմը չեմ։ Ես չեմ ասեք որ ես դուր գտա, ով ասեց, որ չի կարող ասել ֆանտաստիկ։ Ով ասեց, որ չի կարող ասել։ Ես ինչ նոր կանոններ են։ Պատվաժան դա ես չեմ վերջացել։ Ես որովհետև դատան եմ որոշում կայացել, ինչ չեք վերջացել։ Ձեր հարցը ես դատային եմ որոշել անեցած չէ ստախին նստել։ Որտեղ ընդհանրապես պաշտպանել են, Դրանք շնորհիվ եք ասեք ընդհանրապես ոչ շահանակ։ Դա դիմա պետք չի վերացել։ Ձևակերպությունը համարվել է ճակատել։ Ողջույն, մենք նույնիսկ վերադյալը նոմատիկ պարտականություն դա չի շնորհում։ Մենք հասկանանք, որ ձեր հիմա խոսքը ասեց, դա այդպես ասած։ Պատվաժան խոսքը ասեց մեջ խնդիրը։ Սա խնդիրն է, ամբողջ խնդիրն է, պատվաժան դատարան, որ դուք ասում եք, ախր դուք կողմեն ասեք, էլի, որ խոսքը ասեց։ Խոսքը ասելով չի, խնդրում եմ, որպեսզի մեղադրողները հասկանան այդ խոսքը ասելու պատասխանատվությունը վերջապես։ Ներողություն, ֆանտաստիկ խոսքի համար ես ինչ պարտավորություն պիտի բերեմ, գնամ քեզ տարի նստեմ են բառի համար, ոնց է, դուք ֆանտաստիկ բառի իմաստը գիտեք որ դա։ Դիրքորոշում ասեք, երկրորդյան ի վերջ։ Շատ ես իմ դիրքորոշումը, որ ֆանտաստիկ որոշում է հայրենիքի համատեքստում խուզարկել մեր տունը հավելի